Քրիստոսով ազատություն Գործք առաքելոց 15-րդ գլխին մեջ կարգ մը դեպքեր պատահեցան, որոնք կերպարանափոխեցին Քրիստոսի գործը։ Այդ բոլորը, երբ Պողոս և Բարնաբաս նման բան չէին ակնկալեր։ Անոնք վերադարձան իրենց մայր կայանը Անտիոք և հոն կհանք չէին, կվայելեին եղբայրներու հաղորդակցությունը և իրենց արժանի խաղաղությունն ու հանգիստը։ Եվ պատահեցավ անակնկալը։ Եվ մեկ քանիները Հրեաստանի իջած եղբայրներուն կսորվեցնեին, որ եթե Մովսեսի ավանդած սովորությանը համեմատ չթլպատվիք, չեք կրնա փրկվել։ Գործք առաքելոց 15:1 Հակառակ խումբին փոքրաթիվ ըլլալուն մեծ հակամարտություն մը առաջ եկավ։ Հրեաստանէ Անտիոք եկած հրեա քրիստոնյաներ վրդովիչ բաներ կ'ըսէին։ Եթե անհատ մը չպահեր Իսրայելից իսական օրենքը, չէր կրնա փրկվել։ Շատ հրեաներ հուսացած ու սպասած էին Մեսիային, որ պիտի վերակենդանացներ հրեա ազգի մեծությունը և փառքը։ Անտիոք հասած խմբակը կխորհեր, որ նոր կրոնքը կարելի է ավելի արագ տարածել, եթե անոր պատգամին անբաժան մեկ մասը դարձվեր ծիսական օրենքը։ Անտիոք բանալի կենտրոնն էր իրենց ռազմավարության համար, որովհետև այդ քաղաքը կենտրոնատեղին էր Ավետարանիչ եկեղեցիի։ Եթե կարենային համոզել Անտիոքի հավատացյալները, պիտի կարենային համոզել ուրիշ տեղերու հավատացյալներն ալ։ Նախապաշարումը ուշ կմեռնի։ Հին սովորություններ և նախապաշարումներ դյուրությամբ չէին մեռնիր։ Այսօր եկեղեցիի մեջ կան իրապես վերստին ծնած մարդեր։ Անոնք լքած են բարի գործերով երկինք երթալու ջանքի հին ճամփան։ Անոնք հիմա գիտեն, որ շնորհքով և Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքի միջոցով է փրկությունը։ Բայց այն գաղափարը, թե իրենք կրնան գնել Աստծոյ շնորհքը, դեռ կհամառի մնալ իրենց մտքին ետևը։ Անոնք դեռ կխորին, որ Աստված կբանեցնե իր թագավորությունը նիշերու դրության հիման վրա։ Եթե իրենք բարի ըլլան, բարենիշ կշահին, և Աստված կսիրե զիրենք, և ուստի ապարդյուն ջանք կթափեն շահելու Աստծոյ շնորհքը։ Սակայն հիանալի ճշմարտությունը այն է, որ Աստված կսիրե մեզ հաստատ, անփոփոխ և հավիտենական սիրով մը։ Ան երբեք չի փոխվիր։ Անոր սերը զորավոր, հաստատուն և ապահով է։ Ոմանք անգիտակցաբար, անզգայաբար կհավատան, թե իրենք պետք է շահին Աստծոյ շնորհքը։ Հարկ է լույսի հանել և հրաժարվել այդ դիրքէն։ Զարմանալիորեն բոլորս հակամետ ենք մեր կարծիքները և սովորությունները կանոններու վերածելու և ուրիշներն ալ ստիպելու, որ անոնց հետևին։ Ինձի համար ընդունելի կանոն մը կջանամ պարտադրել ուրիշներու համար։ Ասիկա շիտակ է լավ և գեշ սովորություններու համար։ Խմելու սովորություն ունեցող մեկը կջանա ուրիշը համոզել, որ իրեն միանա։ Աստված նույն ձևով և նույն ճամփով չի առաջնորդեր բոլոր մարդկանց։ Աստծոյ սկզբունքները տիեզերական են, բայց մեր սովորությունները տիեզերական չեն։ Շիտակ է, որ Աստված կփափագի հաղորդակցություն ունենալ իր բոլոր զավակներու հետ, բայց մեկ հավատացյալի Աստծո հետ ունեցած հաղորդակցության ձևը կրնա տարբեր ըլլալ ուրիշներու ձևէն։ Պողոս ինքզին գտավ դժվար հարցի մը դիմած։ Երբ ան ինքզին գտավ բարկացած, զինք քարկոծելու և բանտարկելու պատրաստ բազմութեան մը առջև, ան բերանը բանալով գանգատի բառ չարտասանեց։ Բայց երբ նորահավատ քրիստոնյաներու ապագա բարքը խնդրոյ առարկա դարձավ, ան բուռն կերպով հակազդեց։
Ուստի Պողոս և Բարնաբաս անոնց դեմ շատ մը հակառակություն և վեճ ընել է ետքը, վճռեցին, որ Պողոս և Բարնաբաս և մեկ քանիներն ալ անոնց մե Երուսաղեմ ելնեն առաքյալներուն ու երեցներուն այս խնդրի համար։ Գործք Առաքելոց 15:2։ Ինչու Պողոս և Բարնաբաս այդքան մտահոգվեցան անոր համար, որ այս նորադարձ ու հավատացյալները առաքելության հաջողության գաղտնիքն էին։ Պողոս գիտեր, որ ինքը առանձին չէր կրնա ավետարանել աշխարհը, չէր կրնա ավետարանը տանել ամեն արարածի։ Աստծոյ գործը կատարելու ռազմավարությունը հստակ էր։ Ամեն հավատացյալ քրիստոնյա ավետարանիչ մը դառնալու էր, և առանց Քրիստոսի ամեն անձ ընտանիքի մեջ, թաղի մեջ, քաղաքի մեջ, երկրի մեջ և աշխարհի մեջ ավետարանչական դաշտ մնե։ Բայց ասիկա չէր պատճառը։ Պողոս երբ կխորհեր Քրիստոսով իր եղբայրներուն և քույրերուն մասին, ան զանոնք չէր դիտեր որպես պարզ պտուտակներ աշխարհը ավետարանելու մեծ մեքենային մեջ։ Անոնք իր լավ ճանչցած անհատներն էին, սիրելի և գնահատված։ Ան ըսավ Թեսաղոնիկեցիներուն. «Թեև կրնայինք իբրև Քրիստոսի առաքյալներ ծանրություն տալ, բայց մենք հեզ եղանք ձեր մեջ, ինչպես դայակ մը իր երեխաները կխնամե։ Նույնպես ալ մենք ձեր վրա փափագ ունենալով կհոժարեինք, ոչ միայն Աստծոյ ավետարանը ձեզի տալ, հապա մեր անձերն ալ, վասնզի դուք մեզի սիրելիներ եղաք»։ Առաջի Թեսաղոնիկեցիների 2:7-8։ Պողոս կսիրեր զանոնք ու չէր ուզեր, որ անոնք մտնեին ստրկության լուծի տակ։ Ավելի ետքը ան Գաղատիոյի հավատացյալներու հետ բաժնեկցեցավ։ Պողոսի եզրափակիչ հայտարարություններէն մեկը հստակ կներ իր տեսակետները։ Ուստի ամուր կեցեք այն ազատությունով, որով Քրիստոս մեզ ազատեց, և նորեն ծառայության լուծի տակ մի մտնեք։ Գաղատացիների 5:1։ Ստրկությունն էր հարցը, և Պողոս բուռն կերպով կհակառակեր ատոր։ Ան գիտեր, որ ասիկա Տիրոջ մեջ էր։ Քրիստոս ըսած էր մկրտել հավատացյալները և ոչ թե թլպատել զանոնք։ Պողոս չէր կրնա մոռանալ այդ հրամանը։ Ուստի ճամփա ելան դեպի Երուսաղեմ՝ հարցի շուրջ խորհրդակցելու։ Անոնք ալ եկեղեցի են ճամփա դրված Փյունիկեի և Սամարիայի անցնելով, հեթանոսներու դարձի գալը կպատմեին և մեծ ուրախություն կուտային բոլոր եղբայրներուն։ Գործք Առաքելոց 15:3։ Երբ հավատացյալները կլսեին ուրիշների Քրիստոսի գալը, մեծապես կուրախանային։ Եթե կուզես կյանք ներշնչել ժողովի մը մեջ, թող վերստին ծնած մեկը իր վկայությունը տա։ Երբ Փիլիպոս առաջի անգամ քարոզեց Սամարիայի մեջ, մեծ ուրախություն առաջ եկավ քաղաքին մեջ։ Նույն սամարացիները ուրախացան հեթանոսներուն Հիսուսի դառնալուն առիթով։ Երուսաղեմի մեջ հավաքի առջև հարցը հստակ էր։ Փարիսեցոց աղանդեն հավատացյալներէն ոմանք գելան և կսեին, թե պետք է թլպատել զանոնք ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն։ Գործք Առաքելոց 15:5։ Ծերերու և առաքյալներու միջև երկար վիճաբանություն տեղի ունեցավ։ Հետո Պետրոս նկարագրեց Կոռնելիոսի տունը տված իր այցելությունը։ Հաջորդ խոսողները եղան Պողոսը և Բարնաբասը։ Բոլոր ժողովուրդը լուռ կեցավ ու մտիկ կներ Բարնաբասի ու Պողոսին, որոնք կպատմեին, թե Աստված որչափ նշաններ ու հրաշքներ ըրել էր հեթանոսներու մեջ իրենց ձեռքով։ Եվ անոնք խոսքերը կտրել են ետև։ Հակոբոս պատասխան տվավ ու ըսավ. «Մարդիկ եղբայրներ, ինձի մտիկ ըրեք»։ Շմավոն պատմեց, թե Աստված ինչպես առաջ այցելություն ըրավ, որպեսզի հեթանոսներէն ժողովուրդ առնե իր անվանը համար։ Գործք Առաքելոց 15:12-14։
Քիչը ևս խորհրդակցել է և դիտողություններ ընել է ետքը, առաքյալներ և երեցներ նամակ մը խմբագրեցին և ուղղեցին հեթանոսությունը քրիստոնյա դարձած հավատացյալներուն։ Անոնք հեթանոսներեն բան մը չէին պահանջեր, մի քանի էական բաներու ուշադիր ըլլալ է զատ։ Գործք Առաքելոց 15:28-29 Առաքյալները, երեցները և բոլոր եղբայրները համաձայնեցան և հարցը լուծվեցավ։ Սորվելիք մի քանի դասեր կան Գործք Առաքելոց 15-րդ գլխի համաժողովի խոսակցությունը։ Առաջին. Հարցերը դիմագրավե։ Երբ հրեա հավատացյալներ Անտիոք եկան և առաջարկեցին, որ հեթանոս մնաք հրեա դառնա, ապա քրիստոնյա, Բարնաբաս և Պողոս իմաստությամբ շարժվեցան։ Նախ փոխանակ այդ մարդոց հետ վիճաբանելու, անոնք քայլեր առին և հարցը հրապարակային հավաքի մը առջև դրին։ Հարկ է յիշել ասիկա որևէ ատեն և որևէ հարցի պարագային։ Բոլոր իրողությունները սեղանի վրա դիր։ Նկատի առ զանոնք պարկեշտորեն, հանգամանորեն և բոլոր առնչակից կողմերը մասնակցելու հրավիր է։ Թող բոլոր ներկաները խոսին, մի թողուր, որ հարցեր կամ դառնություններ մակերեսեն վարիչնեն սուզվին։ Ահա մեծ դասմը։ Եթե որևէ բան ունենաս եղբայրներեն մեկու դեմ, ուղղակի եղբորդ գնա։ Մի խոսիր իր մասին, իրեն հետ խոսե։ Ջանալու ենք հոգիի մեկությունը պահել խաղաղության կապով։ Սուրբ Հոգիի առաջ բերած միությունը մեքենաբար չի գար։ Անոր ի խնդիր աշխատելու է։ Կան ժամանակներ, երբ պետք է զգանք չհամաձայնելու, սակայն ընենք ատիկա շնորհալի կերպով, սիրով և հասկացողությամբ։ Երկրորդ. Մարդ ինքզինք չի կրնա մաքրել։ Գործք Առաքելոց 15:8-9 կհայտնե մեծ ճշմարտություն մը մարդու վիճակի և անոր հարցի լուծումի մասին։ Եվ սրտագետ Աստված վկայեց անոնց, Սուրբ Հոգին տալով անոնց, ինչպես մեզի ալ, և խտրություն մը չրավ մեր ու անոնց մեջտեղ, հավատքով անոնց սրտերը մաքրելով։ Երեմիա մարգարեն գրած է. «Սիրտը ամեն բանի ավելի խաբեբայ ու խիստ չար է»։ Երեմիա 17:9 Մարդ կրնա մաքրել իր միջավայրը, բայց բնավ չի կրնար մաքրել իր սիրտը։ Վասնզի ներսեն մարդոց սրտեն կ'ելնեն չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, գիջություն, չար աչք, հայոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չար բաները ներսեն կ'ելնեն ու կպղծեն մարդը։ Մարկոս 7:21-23 Մարդու մեծագույն հարցը իր ապստամբ անմաքուր սիրտն է։ Չարը կբխի մեր սրտերեն։ Արտաքին լուծումներ չեն բավեր։ Արմատական և մնայուն լուծումը կուգա, երբ Հիսուս կմտնե մեր սրտերուն մեջ իր Սուրբ Հոգիի միջոցով։ Ան ներսեն կմաքրե մեր սրտերը։ Միայն Աստծո զորությունը կրնա մաքրել այսքան փտտած և խաբեբա մեր սիրտը։ Երրորդ. Աստծոյ ձևը։ Մարդիկ։ Երրորդ դասը կուգա Հակոբոսի ըրած հայտարարություններեն։ Երբ ան մեջ բերեց. Ամովսյա 9:11-12 Կարդացեք Գործք Առաքելոց 15:16-18 Հեթանոսներու փրկությունը Աստծոյ գաղափարն էր և ոչ պատահական հղիացումը։
Ատիկա սկզբեն իր ծրագիրը իր նպատակն էր և զայն իրագործելու համար ան ընտրած էր մեզի նման մարդիկ։ Ան կգործածե կավե շինված մարդիկ, որոնք տկար և հիմար են։ Երբ գիտենք Աստծո հավիտենական մեծ ծրագիրը և խորհենք մեր անձնական ձախողություններուն և սայթաքումներուն մասին, ծունկի գալով շնորհակալություն հայտնելու ենք անոր համբերության, երկայնամտության և սիրո համար։ Աստծոյ կանչած ավետարանիչներն ենք մենք։ Ան մեզ ընտրած է իր գործը կատարելու։ Մեզի տրված է իր մեծ ու հավիտենական ծրագրին մասնակցելու առանձնաշնորհումը։ Վերջին դասը կգտնվի Գործք Առաքելոց 15:26 մեջ, ուր կնկարագրվին այն մարդիկ, որոնց վստահեցան կարևոր նամակի Անտիոքի հեթանոսներուն հանձնելու կենսական գործը։ Անոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար անձերնին մատնած էին։ Անոնք փորձառու, քաջ և շատ մը հոգևոր պատերազմներու մասնակցած մարդիկ էին։ Այսօր ալ եկեղեցիին կարիքը նույնն է։ Խումբ մը մարդիկ, որոնք հոժար են վտանգելու իրենց ամբողջ ունեցածը, որպեսզի Քրիստոսի պատգամը հասնի աշխարհի ամեն կողմը։ Մենք մեզի հարցնելու ենք կարգ մը դժվար հարցումներ։ Հոժա՞ր եմ իրապես իմ կյանքս Հիսուսի համար տալու։ Այդ է անոր պահանջածը։ Արդյոք ես Տիրոջ ետևեն կերթամ, երբ ճամփուս վրա անձնական դժվարություններ և անհանգստություն չկան։ Դավիթը կմերժե Աստծոյ մատուցանել դյուրին շահված բանմը (Բ Թագավորաց 24:24)։ Արդյոք իմ Տիրոջս կուտամ ամբողջական, թե բաժանված և կոտորակված սիրտմը։ Արդյոք սերս բաժանվա՞ծ է Տիրոջս և աշխարհի միջև։ Բարնաբաս, Պողոս, Շիղա և Հուդա նամակը տանողները Քրիստոսի սիրուն, իրենց ամբողջ ունեցածը վտանգող մարդիկ էին։ Գործք Առաքելոց 15:22։ Հիմա կուգանք Սուրբ գրային հատվածիմը, որուն հավատալ դժվար է։ Նախապես Պողոս և Բարնաբաս վստահեցուցին Լիստրայի ժողովուրդը, թե իրենք մարդ արարածներ էին ուրիշ մարդկանց նման։ Անոնք հիմա կփաստեն իրենց մարդ ըլլալը, իրարու հետ վիճաբանելով և իրարմե բաժնվելով։ Հարցը սկսավ Պողոսի մեկ թելադրությունովը։ Քանի մը օրերը յետև Պողոս ըսավ Բարնաբասին. «Դառնանք ու այցելություն ընենք եղբայրներուն ամեն մեկ քաղաքները, ուր Տիրոջ խոսքը քարոզեցինք, և տեսնենք, թե ինչպես են»։ Գործք Առաքելոց 15:36։ Պողոս գլխավորաբար հետաքրքրված էր ոչ թե անոնց գիտցածովը, այլ անոնց որպիսությունովը։ Քրիստոնեական սպասավորության ամբողջ նպատակը մարդիկ երկնքին հարմարեցնելն է և կսկսի այս երկրի վրա զանոնք ավելի լավին փոխելով։ Աստծոյ խոսքը տրված է ոչ թե մեզի իրողություններ հաղորդելու, այլ առաջնորդելու, ուղղելու մեր կյանքերը և ազդելու մեր վարվելակերպին վրա։ 4. Պողոսի միսիոնարի սիրտը։ Պողոսի Անտիոք տված այցելությունը սովորաբար ընդունված է որպես անոր երկրորդ ավետարանչական ճամփորդությունը։ Սակայն ձևով մը Ատիկա իրական ավետարանչական այցմը չէր։ Ավետարանիչը կհերկե նոր դաշտեր և կջանա հասնել նոր մարդկանց, նոր վայրերու մեջ։ Պողոս Ռաֆվիրամն էր և իր սրտին բեռն էր ավետարանեն բոլորովին անտեղյակ եղողներուն հասնել։ Բարնաբասին իր թելադրած ճամփորդության նպատակն էր սակայն զորացնել և հավատացյալներու շինությանը հսկել։ Պողոսի համար նորադարձ հավատացյալները կկազմեին այն պատվանդանը, որու վրա եկեղեցիի ամբողջ ավետարանչական ջանքը
պիտի բարձրանար կամ ընկներ։ Պողոս կուզեր տեսնել, թե այդ նորահավատները ինչպես էին։ Շատ հավանաբար անոր ծանոթ էր Առակաց 27:23-ը. «Քու ոչխարներուդ վիճակը աղեկ գիտցիր, և քու հոտերուդ աղեկ նայե»։ Սողոմոնի բառերով Պողոս խորեցավ. «Արտվանց կանուխ այգիները երթանք և տեսնենք, թե որդը ծլել է, ծաղիկը բացվել է»։ Երգ Երգոց 7:12։ Բարնաբասն ալ խանդավառ էր այս ճամփորդութիւնով եւ կուզեր երկրորդ պատեհութիւն մը տալ իր ազգականին՝ Հովհաննես կոչված Մարկոսին (Գործք Առաքելոց 15:38-41)։ Պողոս ինչու Շիղային ընտրեց։ Որովհետև ան իր կյանքը Տեր Հիսուսի համար վտանգի ենթարկած մարդ էր։ Պողոս կուզեր իր հետ ունենալ վստահելի մեկը։ Շիղան իր հավատարիմ և քաջ ըլլալը արդեն փաստած էր կրակի մեջեն անցնելով։ Նաև ան հռոմեացի էր (Գործք Առաքելոց 16:37)։ Պողոս գիտեր, որ հռոմեական հպատակություն ունեցող մեկը գործի ընկեր ունենալ առավելություն մը պիտի ըլլար նույն կայսրության մեջ առաջ տանելիք իր ավետարանչական աշխատանքին։ Պողոս և Բարնաբաս ուր գացին իրենց անհամաձայնությունէն ետքը։ Տուն։ Բարնաբաս գնաց Կիպրոս, իսկ Պողոսը Տարսոն։ Ով ճիշտ ուղիին վրա էր։ Երկուքն ալ։ Մարկոս անշուշտ, թե արժանի էր երկրորդ առիթի։ Մենք բոլորս պետք ունինք ատոր։ Ավելի ետքը Պողոսը գովեց Մարկոսը, որ օգտակար էր սպասավորության մեջ։ Միայն Ղուկաս ինձի հետ է, Մարկոսը կառնես քեզի հետ կբերես, վասնզի ինձի օգտակար է սպասավորության համար։ Բ Տիմոթեոս 4:11։ Հավանաբար Բարնաբասի արած քայլը Մարկոսի կյանքը խնայեց ապագայի օգտակար ծառայության մը, որուն ծիրին մեջ պիտի իյնար 4 ավետարաններէն մեկը գրի առնելը։ Մյուս կողմէ մեծ վտանգ կա անցյալին դասալիկ եղած մեկուն վստահելու մեջ։ Բարնաբաս և Պողոս ունեին իրար մե տարբեր անձնավորություններ և գործելու տարբեր եղանակներ։ Սակայն երկու մարդիկ ալ օգտակար էին Աստծոյի թագավորության մեջ։ Բարնաբասի սիրտը լեցուն էր սիրով և կարեկցությամբ երիտասարդ Մարկոսի հանդեպ, մինչ Պողոս կը սպառեր Քրիստոսի ավանդած առաքելութիւնով։ Հակառակ սուր անհամաձայնության, սատանան չկրցավ տանիլ օրվան հաղթանակը, որովհետև հիմա կգործեին երկու խմբակներ՝ Բարնաբաս Մարկոս և Պողոս Շիղա։ Վստահ եմ, Աստված օրհնեց բոլորին։ Ամփոփում։ Աստված եկեղեցիի միությունը պահպանեց հակառակ վարդապետական և մարդ ընտրելու մարզերու մեջ անհամաձայնություններու գոյության։ Առաջին. Հավատքի հիմը պահվեցավ։ Երկրորդ. նորադարձ հավատացյալները պաշտպանվեցան։ Երրորդ. Աստծոյ մարդիկ շարունակեցին Աստծոյ գործի մեջ մնալ։